Սիրված դերասանուհի Ռոզի Ավետիսովան այսօր հանդիսատեսին ներկայանում է որպես ուժեղ, կայացած կնոջ կերպար, մարմնավորելով Իննային Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» սերիալում։ Նրա հերոսուհին աչքի ընկնում ներքին ամրությամբ, խոհեմությամբ և կյանքի դժվարություններին դիմակայելու կարողությամբ։ Սակայն ինչպես հաճախ է լինում իրական կյանքում, դերասանուհու անցած ճանապարհը ևս լի է եղել փորձություններով, որոնք ձևավորել են նրա այսօրվա կերպարը։ Քչերը գիտեն, որ տարիներ առաջ Ռոզին նշանված է եղել։ Այդ շրջանը նրա կյանքի կարևոր փուլերից մեկն էր՝ լի հույսերով, սպասումներով ու երազանքներով։ Սակայն կյանքը հեշտ չէ, որ ընթանում է մեր պատկերացրած սցենարով։ Նրանց հարաբերություններն ավարտվել են բաժանումով։ Թվում է նման իրավիճակները կարող են կոտրել մարդուն, սակայն Ռոզին ընտրել է այլ ճանապարհ՝ ընդունել իրականությունն ու առաջ շարժվել։ Կան դեպքեր, երբ այդ բաժանումը պետք է լինի, անկեղծորեն նշել էր դերասանուհին։ Այս լուրերը շրջանառվում էին դեռևս 2015-16 թվականներին։ Այդ ժամանակ նա հաստատել էր նշանածի հետ բաժանման փաստը, նշելով, որ այն իր կյանքում բազմաթիվ խնդիրներ է թողել և որ ինքը սովորություն ունի բաժանումից հետո այրել կամուրջները։ Դերասանուհուն այն հարցին, թե ինչու Ավետիսովա, նա պատասխանել է. «Պապիկս ծնվել է Ռուսաստանում, Մայկոպում, իսկ այնտեղ ազգանունների վերջավորությունները փոխում էին։ Ավետիսյանը դարձել է Ավետիսովա, միայն պապիկիս ընտանիքն է այս ազգանունը կրում։ Նրա եղբայրներն Ավետիսյաններ են, որովհետև Հայաստանում են ծնվել»։ Ազգանվանս պատճառով մեկ վատ ինտոնացիայով հարցնում են Բաքվեցի եք, ես էլ պատասխանում եմ, որ Թբիլիսից ենք եկել։ Շատերը մտածում են անվանս հետ փոխել եմ նաև ազգանունս, բայց միայն անձնագրային Ռուզանան է դարձել Ռոզի, դա իմ բեմական անունն է, թեև ընկերներս էլ հենց այդպես են դիմում։ Դերասանուհի դառնալը մանկության երազանք է, նպատակ և որոշում, որը միաձայն ընդունվել է։ Իդեալներ չեմ ունեցել, ոչ էլ մտածել եմ հայտնի դառնալու մասին, պարզապես ցանկացել եմ խաղալ։ Ավելի հեշտ էի պատկերացնում այս ոլորտում հայտնվելը, միշտ էլ այդպես է, երբ մի բան երևակայում ես, թվում է շատ հեշտ է, բայց երբ անցնում ես այդ ճանապարհը, հասկանում ես, որ այնքան բաներ կան, որոնք պետք է սովորես։ Սկզբում սովորում ես ինստիտուտում, հետո ֆիլմում, թատրոնում, այսինքն սա մի մասնագիտություն է, երբ սովորելը երբեք չի ավարտվում, մինչև կմահանաս կամ այլևս չես խաղա։ Դերասանուհի դառնալու ճանապարհին հիասթափություն չեմ ապրել, բայց վախ եմ ունեցել առաջին ներկայացումից առաջ։ Երկրորդ կուրսում էի, Դավիթ Սեղպեյանի բեմադրել էր Մոլիերի «Միզանտրոպ» ներկայացումը, մարմնավորում էի գլխավոր հերոսուհուն Սելիմենային և պրեմիերայի օրը բեմ դուրս գալուց 5 րոպե առաջ փոշմանում եմ, անիծում էի ամբողջ աշխարհը և ինձ, թե ինչու եմ ընտրել այս մասնագիտությունը և այլն։ Աննկարագրելի վախ ունեի, մտածում էի այդքան մարդ ինձ նայի կմեռնեմ, բայց տագնապն անցավ բեմ դուրս գալուց 2-3 րոպե անց։ Երբ Դավիթին ասացի, թե հրաժարվում եմ բեմ բարձրանալ, նա շատ չոր պատասխանեց. «Գնա բեմ նստիր, վարագույրը բացվում է ու պիտի խաղաս»։ Ու այդպես է, եթե ընտրել ես այդ ոլորտը, ուրեմն պետք է խաղաս, ինչ դժվարությունների էլ հանդիպես։ Սա մասնագիտություն չէ, այլ ապրելակերպ, այստեղ որևէ արդարացում չես կարող գտնել, սա ինստիտուտ չէ, որ վատ զգաս և դասի չգնաս։ Դերասանուհին նշել է նաև, որ դժվարությամբ ու երկար մտորումներից հետո համաձայնել է հաղորդում վարել։ Սա իմ առաջին փորձն է, ինձ չէի պատկերացնում այս ոլորտում, այն էլ մարզական հաղորդման շրջանակներում, բայց դա էլ հենց գայթակղիչ էր, ուզում էի հայտնվել այնտեղ, որտեղ ինձ չեմ տեսնում։ H2-ով շաբաթ և կիրակի առավոտյան իմ գործընկեր Քրիստինա Քեշիշյանի հետ հեռուստադիտողներին օգնում էինք մարզվել և ունենալ գեղեցիկ մարմին։ Դերասանուհին երկար ժամանակ աշխատել է նաև փաբում։ Ըստ նրա, նա սիրում էր այդ աշխատանքը, սկզբում մատուցողուհի էր, հետո ինձ գրավեց բարմենի աշխատանքը, սկսեցի սովորել ու ինչ-որ չափով հաջողվեց։ Հետո մի քիչ հոգնեցի գիշերային կյանքից, նաև առաջարկներ ունեի ֆիլմերից։ Գիշերը չքնելը շատ վատ է անդրադառնում կնոջ առողջության վրա, շուտ ծերանալ, իմունիտետի կորուստ և այլն։ Գուցե որոշ ժամանակ անց, եթե ցանկություն ունենամ նախագծերում զբաղված չլինեմ, կրկին աշխատեմ փաբում և ոչ միայն ֆինանսական խնդիրների պատճառով, որը բոլորս ունենք, այլևս չեմ կարողանում պարապ մնալ, արթնանալ ու հասկանալ, որ անգործ եմ, իսկ մեր աշխատանքն այնպես է, որ ամեն ինչ միանգամից լցվում է իրար գլխի, հետո կարող է ամիսներով անգործ մնանք, եթե չունես աշխատանք, չունես եկամուտ և անելիք, ինչքան կարող ես գիրք կարդալ։
Իմ մասնագիտության մեջ ամենաշատը չեմ սիրում հայտնիության փաստը, ինձ թվում է ցանկացած մարդու համար էլ բարդ է անընդհատ ուշադրության կենտրոնում լինելը։ Ամեն օր քո անդորրը խանգարվում է, հոգեբանորեն շատ բարդ, հաղթահարելի երևույթ է։ Շատերին գիտեմ, որ հայտնի դառնալուց հետո սկսել են իրենց ոճը adekvat պահել։ Իհարկե չեմ կարող մեղադրել, շատ դժվար է հավասարակշռությունը պահել, բայց դրա վրա էլ պետք է աշխատել։ Ինչպես քո մասնագիտության վրա ես աշխատում, բայց ասեմ այդպիսին են դառնում այն մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ չեն և պատահական են ֆիլմում նկարել կամ հայտնի դարձել։ Այն մարդիկ են, ովքեր ուզում են տելևիզորի մեջ երևալ, մյուսների հետ նման բան չի լինում։ Շատ ալորկոտ եմ, օրեր են լինում արթնանում եմ ու ոչինչ չեմ անում, մի 6 ժամ գիշերանոցով անկողնում եմ լինում, հեռուստացույցի ալիքներն եմ փոխում, ֆիլմ եմ դիտում, սուրճ խմում, հաց ուտում, մի քիչ շատ անկողնային մարդ եմ, սիրում եմ քնել, անկողնուս մեջ շուռ ու մուլ գա։ Ու դրա հետ մեկտեղ, եթե արթնացա, պետք է քայլեմ, շարժվեմ ու շատ ակտիվ լինեմ, բայց տանը ակտիվություն չունեմ, բոլոր գործերը մաման է անում, փոքր երեխայի նման ինձ խնամում է, եթե նկարահանում չունեմ, կամ ֆիլմ եմ նայում, կամ կարդում եմ։ Մենք նշանադրվեցինք, բայց չհասանք խորանին, քանի որ չցանկացա ամուսնանալ այդ մարդու հետ, մենք անհամատեղելի զույգ էինք, գուցե շտապել էինք նաև նշանադրության հարցում, եթե մարդիկ համատեղելի են, ամեն ինչ նպաստում է դրան, նույնիսկ միասին աշխատանքը, իսկ եթե ոչ, ամենալավ բաները նույնիսկ կարող են խանգարել։ Սերը ոնց գալիս է, այդպես էլ գնում է, ցանկացած զույգի դեպքում է այդպես, բայց այդ ընթացքում վերափոխվում է ուրիշ զգացմունքի, իսկ մեզ մոտ ոչինչ չկար։ Հեռացա, այրեցի բոլոր կամուրջները, այդպես ավելի ճիշտ է։ 1 տարուց ավել բաժանված ենք, այս շրջանում բուռն աշխատանքի մեջ էի, ինչն էլ ինձ օգնեց հեշտ հաղթահարել ամեն բան։ Իհարկե սթրեսային պահեր եղել են, բայց ոչ բաժանման կամ զգացմունքի համար, այլ այն խնդիրների պատճառով, որոնք հետո առաջացան։ Նա իմ կյանքում շատ խնդիրներ է թողել, որոնք ես կարողացա լուծել։